Որևէ երկրի մամուլը արտացոլում է տվյալ պետության սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի հիմնական դրսևորումները։ Դրանից զատ թերթային հոդվածների շարադրման սկզբունքները, լեզուն և ոճը այդ երկրի սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի յուրատեսակ արտացոլանքն են։ Ասվածը բավական հստակ երևում է հատկապես քաղաքական բռնաճնշումների բարձրակետ համարվող 1936-37 թվականների խորհրդային կենտրոնական ու հանրապետական մամուլի օրգանների, իմասնավորի Պրավդա և խորհրդային Հայաստան օրաթերթերի հրապարակումների վերլուծության արդյունքում։ Նշված պարբերականներն ընթերցելիս առաջին հերթին աչքի է զարնում վիրավորական, վարկաբեկող, դատապարտող, պիտակավորող բնութագրումների առատությունը։ Ինչով էր դա պայմանավորված։ Հիշենք, որ դա արդեն ավանդույթ էր, որի հիմքերը թերևս ձևավորված էին 20-րդ դարասկզբի կուսակցական, ապա և 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությանը անմիջապես հաջորդող տարիներին։ Գործընթացը նոր լիցք էր ստացել 1920-ական թվականների կեսերից սկսած սոցիալիզմի շինարարության տարիներին ու հատկապես կուսակցական աջ և ձախ զանազան թեքումների, պլատֆորմների, դիմակայության և բոլշևիկյան ճակերտավոր ճշմարիտ գծի մշակման ընթացքում։ Գաղափարական, իրականում իշխանության համար մղվող պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու համար ՀԱՄԿԲԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինն 34 թվականին 17-րդ համագումարից հետո կազմակերպեց Կիրովի սպանությունը, որը ներկայացվեց իբրև սոցիալիզմի թշնամիների ոտնձգություն խորհրդային բարձրագույն կուսակցական և քաղաքական ղեկավարության դեմ։ Սրան հետևեցին բազմաթիվ ճակերտավոր մերկացումներ, արդեն իսկ առկա վախի ու կասկածամտության մթնոլորտի ուժեղացում, ժողովրդի թշնամիների հայտնաբերումներ, դատավարություններ, գնդակահարություններ։ Այս ամենն ուղեկցվում էր զգաստության կոչերով, քանի որ սոցիալիզմի թշնամիները օտարերկրյա չար ուժերի հովանավորությամբ պայքարում էին ԽՍՀՄ սոցիալիզմի կառուցման ուղուց շեղելու համար։ Արդ ինչպես, ինչ ձևակերպումներով ու ինչպիսի փաստարկումներով էր այդ ամենը ներկայացվում մամուլում։ Ինչու է վերոբերյալը կարևորվում։ Որովհետև այդ ժամանակներում զանգվածային լրատվամիջոցներ ասածը մամուլն ու ռադիոն էին, որոնք կուսակցական կամ աշխատանքային կոլեկտիվների, ժողովների, ագիտատորների ու պրոպագանդիստների բանակի հետ այն գործիքներն էին, որոնք ներքևներն էին հասցնում վերևներում ընդունված որոշումները, մեծապես ազդում էին խորհրդային քաղաքացիների պատկերացումների համակարգի ու այդպիսով ինքնության ձևավորման վրա։ Այս կերպ էր ստեղծվում այն հենարաններից մեկը, որը հետագայում որակվեց որպես Homo Sovieticus, որն ամբողջատիրական, վարչահրամայական համակարգին տասնամյակներ շարունակ օգնում էր գոյատևելու առանց ներքին խոշոր ցնցումների։ Հիմա ես սկսում եմ կոնկրետ այդ վերլուծությունները առաջնորդողներ։ Արդեն իսկ հրապարակումների վերնագրերը կարող են շատ բան հուշել։ Այսպես կարելի է պնդել, որ 1930-ական թվականների հայաստանյան մամուլի, մասնավորապես խորհրդային Հայաստան օրաթերթի հրապարակումների ոգին, լեզվավուճական առանձնահատկությունները մեծապես ազդվել, ձևավորվել են Պրավդա օրաթերթի ու հատկապես նրա առաջնորդողների ազդեցության ներքո։ Թվարկենք դրանցից մի քանիսը։ Թարգմանաբար արտատպված խորհրդային Հայաստան օրաթերթում 36-37 թվականներին։ Սրանք մեջբերումներ են։ Ժողովրդի թշնամիները բռնված են հանցանքի վրա։ Երկիրն անարգանքի սյունին է գաում ստոր մարդասպաններին։ Հզոր է ու ահեղ ժողովրդի ցասումը։ Նեխած լիբերալները թշնամու աջակիցներն են։ Տրոցկիստ լրտեսները, դիվերսանտները, հայրենիքի դավաճանները։ Ստորներից ստորագույնները։ Կապիտալիզմի ռեստավրատորների տրոցկիստական շայկան։ Վերջ տալ բերամբացությանը մեր շարքերում։ Ինչպես երևում է, Պրավդայի առաջնորդողները պարունակում են այնպիսի բառեր, բնութագրումներ, ձևակերպումներ, բառակապակցություններ, որ ընթերցողին անմիջապես հասկանալի է դառնում դրանցում նշանակված, քննադատված երևույթների վատ, անպիտան, խորհրդային ժողովրդի վնասակար լինելը։ Բնութագրական է նաև, որ խորհրդային Հայաստանի առաջնորդողների լեզուն իր թունոտությամբ այնուամենայնիվ էապես զիջում է Պրավդայի ձևակերպումների ճակերտավոր հյութեղությանը։ Նշենք դրանցից մի քանիսը. ավելի բարձր զգաստություն,
նացիոնալ ուկլոնիստների անարգ հետևորդները, ստալինյան զգաստության ոգով դաստիարակել մասաներին, հայ ժողովրդի արյունը ծծող իժերը, վնասարարության աղաղակող մի փաստ ևս եւ այլն։ Պրավդայի առաջնորդողները կամ նման գործառույթ կատարող հրապարակումները այսինքն կուսակցական պետական գործիչների ելույթները, աշխատավորական կոլեկտիվների որոշումներն ու նամակները երկրի առաջնորդողներին եւ այլն, յուրատեսակ դանային տակառի գործառույթ ունեին, անընդմեջ ուղղորդված բնույթի բառամթերք, իմասնավորի ձևակերպումներ մատակարարելով առաջնորդողներում արտահայտված մտքերը քննարկող, տեղերից բերված օրինակներով երևույթը կոնկրետացնող հոդվածներին, որոնք որպես կանոն տպագրվում էին 4 էջանոց թերթերի երկրորդ-երրորդ էջերում։ Իմի բերելով 1936 թվականի երկրորդ կեսին և 37 թվականին խորհրդային Հայաստանում Հանրապետության ներքին կյանքի քննարկումներին վերաբերող հոդվածների վերնագրերը, փորձել ենք հասկանալ, թե որ որակումներն ու բնութագրումներն էին ավելի հաճախ օգտագործվում և ինչ քայլեր, գործողություններ էին առաջարկվում վերնագրերը այդ պիտակավորող երևույթների ու մարդկանց նկատմամբ։ Ամենաշատ կիրառվող բնութագրումն էր թշնամի բառը, թե մաքուր ձևով, ճակերտավոր, թե ժողովրդի դասակարգային քողարկված թաքնված անարգ համադրություններով ու բնութագրումներով։ Ինչ գործողություններ էին առաջարկվում թշնամիների նկատմամբ, նշենք առավել բնութագրականները։ Թշնամուն հովանավորողը դառնում է նրա գործակիցը, Դիլիջանում ծածկել են տրոցկիստներին։ Հաջորդը, կուսակցության թշնամիները դիմակազերծ արվեցին։ Թշնամուն չնկատողը հանցանք է գործում ժողովրդի հանդեպ։ Ոչ մի ներողամտություն թշնամու և նրա հովանավորների նկատմամբ։ Մինչև վերջ դիմակազերծ անել անարգ թշնամու ու նրա գործակալներին։ Թշնամիներին անողոքաբար կջախջախենք։ Ուր գործել է թշնամին, այնտեղ ճնշվել է ինքնակննադատությունը։ Մերկացնել թաքնված թշնամու դեմքը, կտրել թշնամու նենգ ձեռքը, ով թույլ է պայքարում, նա օգնում է թշնամուն, մինչև վերջ ոչնչացնել Ստախանովյան շարժման թշնամիներին, բնաջինջ անել հայ ժողովրդի թշնամիներին, թշնամու սև թաթը բժշկական ինստիտուտում, ժողովուրդը պահանջում է գնդակահարել հայրենիքի անարգ թշնամիներին։ Ինչ էր առաջարկվում իրականացնել ժողովրդի թշնամիների նկատմամբ և ինչ կերպ էին նրանք բնութագրվում։ Մեջբերումներ են կրկին, ժողովրդի թշնամիներին պետք է ոչնչացնել։ Հաշտողականությունը ժողովրդի թշնամիների նկատմամբ հավասար է նրանց գործակցելու։ Ժողովրդի թշնամիները չպետք է ապրեն։ Անողոք լինել ժողովրդի թշնամիների նկատմամբ։ Մաքրել ֆին ժողկոմատի կազմակերպությունը ժողովրդի թշնամիներից։ Դուրս շպրտել ժողովրդի թշնամիներին կերպարվեստի ֆրոնտից։ Ժողովրդի թշնամիները քանակել գեսում։ Անողոք դատաստան ժողովրդի թշնամիների նկատմամբ։ Փոշիացնել, հողմածրիվ անել ժողովրդի ստոր թշնամիներին։ Ընդհանրացնելու պարագայում խորհրդային Հայաստանի 36 թվականի երկրորդ կեսի և 37 թվականի հոդվածների վերնագրերից թշնամու կերպարի բացահայտման նպատակով թերևս կարելի է առանձնացնել հետևյալ հարցադրումներ. Առաջին, ով է թշնամին։ Երկրորդ, որտեղ է գտնվում նա կամ ուր է ցանկանում մտնել։ Երրորդ, ինչպիսին է թշնամին, ինչ հատկություններ ունի կամ ավելի ճիշտ, ինչ հատկություններ են նրան վերագրվում։ Չորրորդ, ինչ է անում թշնամին։ Հինգերորդ, ինչպես հայտնաբերել նրան և վեցերորդ, ինչպես վարվել։ Պատկերը թերևս ոչ ամբողջական կստացվի մոտավորապես հետևյալ կերպ. ով է թշնամին, դա տրոցկիստական զինովիեվական բլոկի անդամ է, գյուղի ղեկավարության անդամ է, աջակիցներ, հովանավորներ ու գործակալներ ունեցող մարդ է։ Որտեղ է գտնվում նա, գտնվում է գյուղի ղեկավարության մեջ տարաբնույթ հիմնակ ձեռնարկություններում, իսկ նրա աջակիցները կուսակցության շարքերում։ Ինչպիսին է թշնամին, անարգ է, ունի աջակիցներ, գործակալներ, նաև հովանավորներ, որոնք այդ կերպ դառնում են նրա գործակիցներ։ Ինչ է անում թշնամին, քայքայում է կոլտնտեսությունը, սադրանքներ է անում, ճնշում է քննադատությունը և ինքնակննադատությունը, ոտնձգություններ է ցուցաբերում խորհրդային թատրոնի նկատմամբ, օրինակի համար։ Ինչպես հայտնաբերել նրան, անհրաժեշտ է բոլշևիկյան զգաստություն։ Եվ վերջապես ինչպես վարվել, պետք է նկատել, չնկատողը հանցանք է գործում,
դիմակազերծ անել թշնամուն, նրան եւ նրա աջակցողներին պետք է հեռացնել, վտարել կուսակցությունից, գյուղի ղեկավարությունից, տարբեր կազմակերպություններից, նրա հետ չպետք է լինել հաշտվողական, ներողամիտ, նա ենթակա է անողոք վերաբերմունքի, անողոք դատաստանի, անողոք ջախջախման, նրան պետք է խստագույնս պատժել, արմատախիլ բնաջինջ անել, նա չպետք է ապրի, նրան պետք է բնում խեղդել, գնդակահարել, մինչև վերջ ոչնչացնել, փոշիացնել ու փոշինել հողմացրիվ անել։ Ինչ սարսափելի բաներ։ Հա։ Հաջորդ ամենաշատ օգտագործված բնութագրումներն էին դավաճան, այսօր մեր մամուլը վերցրել է ընդեղից, հակահեղափոխական, վնասարար եւ լրտես։ Դավաճան որակմամբ առանձնացրել ենք հետևյալ օրինակները։ Մեջբերում եմ դաժանորեն պատժել դավաճաններին, ոչ մի գթություն դավաճաններին, պրոլետարական հատուսուրը կիջնի դավաճանների գլխին, ոչնչացնել ստոր դավաճաններին, գնդակահարել հայրենիքի ստոր դավաճաններին եւ ֆաշիստական լրտեսներին։ Հակահեղափոխական պիտակավորման վերնագրերից են թաքնված հակահեղափոխականները դիմակազերծ արվեցին, մերկացված հակահեղափոխականը, հակահեղափոխական տրոցկիստական նացիոնալիստական վիժվածքները վտարվեցին գրողների միությունից, մինչև վերջ ոչնչացնել հակահեղափոխական բոլոր թափթփուկներին, բնաջինջ անել հակահեղափոխական սպեցիֆիզմի եւ դաշնակցության վերջին բեկորները։ Վնասարարները բնութագրված են հետևյալ կերպ, մեջբերում եմ, վնասարար կերպով են անցկացրել կաբելները, նորագավթում գործում է վնասարարական սև ձեռքը, մերկացնել մանկական երկաթգծի շինարարության վնասարարների դեմքը, պատմագիտության ֆրոնտից լիկվիդացիայի ենթարկել վնասարարության հետքերը եւ այլն։ Լրտեսներին անդրադարձ է արված հետևյալ վերնագրերում. մահ ֆաշիստ լրտեսներին, խորհրդային ժողովրդի կամքով բնաջինջ արվեց հայրենիքի դավաճանների ֆաշիստական լրտեսների բանդան։ Աշխատավորները միահամուռ կերպով ողջունում են լրտեսների բանդայի նկատմամբ կայացված դատավաճառը։ Ընդհանրացնելով կարելի է նկատել, որ վերոհիշյալ 4 կատեգորիայի ներկայացուցիչները դա տրոցկիստական զինովիեվական խմբավորման անդամներ են, որոնց որպես սկզբունք առաջարկվում է մերկացնել եւ լիկվիդացիա ենթարկել, ապա եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժել, մինչև վերջ ոչնչացնել ու բնաջինջ անել, ինչպես եւ գնդակահարություն ու մահ։ Վերնագրային ներկապնակը լրացնում են գաղափարախոսական եւ անհատին պիտակավորող հենք ունեցող այնպիսի բնութագրումներ, ինչպիսին են նացիոնալիստ, դաշնակցական, նեխած լիբերալիզմ, լիբերալներ, ճիվախ, սրիկա, իժ, օրինակ ճզմել, ոչնչացնել այդ իժերին, խորհրդային օրենքի զորեղ բազուկը բնաջինջ կանի թունավոր իժերին, մինչև վերջ ոչնչացնել թունավոր իժերին, կամ վիժվածք, տրոցկիստական վիժվածքները վտարվեցին կուսակցությունից եւ այլն։ Հնարքներից մեկը դա հնարք է, ես գտնում եմ, որ դա հնարք է, որը 36-37 թվերին արկա էր խորհրդային Հայաստանի մամուլում, հրապարակումների վերնագրերում ու տեքստերում բացասական բառակապակցությամբ, որոշիչ որոշյալով, կազմված մագդիդների զանգվածային կիրառությունն էր։ Այս հնարքը թերևս նույնպես վերցված էր Պրավդայից։ Այդպես ծնվեցին ու զանգվածային լրատվության միջոցներով սկսեցին մատուցվել այնպիսի բացասական բնութագրումներ, ինչպիսիք էին կեղտոտ տականք, գարշելի ճիվախ կամ դավաճան, ստորաքաշ գործակալ, նեխած լիբերալ, անարգ հետնորդ, նենգ ձեռք, ստոր մարտասպան, սողացող սրիկա, թունավոր իժ եւ նման այլ ձևակերպումներ։ Կարծում եմ մագդիրների մեծականակ օգտագործումը, այս շատ բան է, մագդիրները, էլի, պայմանավորված է եւս մի հանգամանքով։ Հիմա բացատրում եմ, թե ինչու էին մագդիրները շատ օգտագործում։ Խորհրդային իշխանությունը արմատական փոփոխություններ էր առաջացրել նորաստեղծ երկրի բնակչության կյանքի շատ եւ շատ բնագավառներում։ Դրանց թվում մեջտեղ եկավ եւ հաստատուն տեղ գրավեց հեղափոխական հռետորաբանությունը։ Այն բազմապիսի դրսևորումներ ուներ եւ բնութագրում էր մասնավորապես նոր եզրույթների զանգվածային կիրառությամբ։ Այդ նոր ձևակերպումները հաճախ ունեին օտար ու հետեւաբար շատ-շատերի համար անհասկանալի ծագում, լիքը իզմեր էին, էլի, ինչը նպաստում էր դրանց ոչ այնքան խորքային ընկալմանը, որքան անգիր,
առանց առանձնապես հասկանալու պարզապես օգտագործմանը։ Թերևս սա էր այն պատճառներից մեկը, որ խորհրդային քարոզչության գործը կազմակերպողներին դրդեց զանգվածաբար գործածել լեզվաբանական այնպիսի հնարք, որպիսին էին մագդիրները, որոնք որևիցե եզրույթից առաջ դրվելու պարագայում յուրովի ուղղորդում էին ընթերցողին, նպաստում եզրույթի ճակերտավոր ճիշտ հասկանալուն։ Այսպիսով 36 թվի երկրորդ կեսին և 37 թվի ընթացքում խորհրդային Հայաստան օրաթերթում տրոցկիստական զինովիևական խմբակին վերաբերող վերնագրային մակարդակով 5, դեր լավ է, մատուցվող ձևակերպումներն առաջին հերթին ուղղված էին հրապարակումներում քննարկվող երևույթների ու մարդկանց վարկաբեկմանը, նվաստացմանը, պիտակավորմանը, գրեթե չեն հանդիպում չեզոք վերնագրեր։ Նպատակը հստակ է՝ խփել, ստորացնել թիրախ ընտրված անհատին, խմբին կամ երևույթին։ Սա իհարկե ընդհանրապես քաղաքական և քարոզչական պայքարում ընդունված գործելակերպ է, սակայն վերոնշյալ բնութագրումների լեզուն և ոճը շատ թունոտ են, ինչպես ասում են, մինչև թունդ հայհոյան կես քայլ է։ Ընդ որում, դա այն պայմաններում, երբ թիրախավորվածը մամուլով պատասխանելու հնարավորություն չուներ, պարզապես զրկված էր դրանից։ Այստեղ ես ընկեր Խանջյանի մահի հետ կապված խորհրդային Հայաստանի բանին եմ անդրադառնում, մեկնաբանմանը, որ դա անվանում է դավաճանական կրակոց, եւ որ երբ որ գիտեն կրակոցը բերյա արածնա, az ինքնասպանությանն է մտել։ Ինքնասպանությանը, ճակերտավոր ինքնասպանությանը, այդ որ զանազան կազմակերպություններ որոշում էին ընդունվում, այդ որոշումներին կցվում էին Ստալինին ու Բերիային հավատարմության տողեր պարունակող նամակներ։ Վերջապես հրապարակվում է Բերիայի ուղենշային հոդվածը՝ փոշիացնել, հողմացրիվ անել սոցիալիզմի թշնամիներին եւ այլն։ Հիմա շարունակեմ, ստորև շեշտադրել ենք այն հրապարակումները և դրանցում կիրառող բնութագրումները, որոնք վերաբերում են Ստալինին։ Դրանց մեծագույն մասը փառաբանումներ էին, որոնք ավարտվում էին շնորհակալության տարաբնույթ ձևակերպումներով։ Բերենք մի քանի օրինակներ։ ԽՍՀՄ Սահմանադրության նախագծի քննարկման արդիվ Կոլտնտեսականը նկատում է այս երջանիկ ու խաղաղ կյանքի համար, սրա ռուսերեն համարժեքը կա, այս երջանիկ ու խաղաղ կյանքի համար են ողջունում Սահմանադրության նախագիծը ու երկար կյանք ցանկանում ընկեր Ստալինին, որն ամրացնում է մեր ինտերնացիոնալ եղբայրությունը։ Ընդունված էր, որ ելույթների վերջում հնչում էր «Կեցե մեր մեծ, սիրելի առաջնորդ և ուսուցիչ ընկեր Ստալինը» ձևակերպումը։ Ստալինյան որակումն ստացած նոր Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ համալսարանի ուսանողների գնահատականը վերնագրված էր. «Մենք երջանիկ ենք, որ ապրում ենք ստալինյան դարում»։ Էլի բանանեմ գնամ, օրինակ, Երևան-Գյումուշ նոր երկաթուղու բանվոր ծառայողների և ինժեներատեխնիկական անձնակազմի թռուցիկ միտինգը եզրափակվում է։ Մեր սրտերն ավելի ուժգին, ավելի մեծ սիրով են բաբախում մեր առաջնորդների, մեր թանկագին, մեր սիրելի Ստալինի համար հավաստիացմամբ։ Երևանի պահածոների գործարանի 700 հոգոնոց միտինգը Պրավդայի առաջնորդողի ընթերցումից հետո արձանագրում է. «Մենք մեր կրծքով կպաշտպանենք մեր առաջնորդներին, հանճարների հանճարին, մեր սիրելի հորը, մեր թանկագին Ստալինին»։ Ընկեր Ստալինը մեր աշխատավորների սիրտն է, մեր հոգին է, որ ասում են այսօր խոսակցության մեջ կա, չէ, սիրտ ջան, բան, տղան աղջկան, որ դիմում է, չէ։ Հա, մեր հոգին, մեր լուսատու փարոսը, որը մեր երկիրը տանում է հաղթանակից հաղթանակ։ Պետք է ոչնչացնել նրանց, ովքեր փորձում են ձեռք բարձրացնել աշխատավոր մարդկության մեծ սրտի, ընկեր Ստալինի վրա։ Շարունակեմ, ուրեմն այստեղ Բաքվի աշխատավորության նամակը կա ընկեր Ստալինին, որտեղ ուրեմն տեքստում խիստ ընդգծմամբ, այսինքն բոլ տարբերակով առանձնանում են Ստալինի 13 անգամ և Լենինի 1 անգամ անունները։ Մեկ անգամ էլ հիշվում է Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին գաղափարները ձևակերպումը։
Ուրեմն ուսումնական տարվա սկզբին համ ԿԲԿ կենտկոմը նամակով դիմում է Հայաստանի դպրոցականներին, որտեղ նույնպես երկրի ղեկավարը վեր է հառնում որպես իսկական հայր։ Մեծ Ստալինը, որը հայրական ամենաջերմ գուրգուրանքով եւ ուշադրությամբ շրջապատել է ձեզ բոլորիդ, Խորհրդային Միության բոլոր երեխաներին ու պատանիներին մեծագույն ուշադրությամբ հետևում է ձեր առաջադիմությանը, հոգ է տանում, որպեսզի դուք լավ դասագրքեր, տետրակներ ու գրենական պիտույքներ ունենաք։ Ուրեմն Հայաստանի խորհրդային գրողները Ստալինին զեկուցելիս նույնպես նրան որակում են իբրև բարեկամ եւ ուսուցիչ, մեր թանկագին ընկեր, մեր սիրելի հայր, մեր հարազատ բարեկամ ու հանճարեղ ուսուցիչ։ Եթե ընդհանրացնելու լինենք խորհրդային Հայաստանում 36 թվի երկրորդ կեսին տեղ գտած Ստալինին այս կամ այն կերպ առնչվող հրապարակումներ, ապա մեր առջև վեր է առնում գրեթե աստվածային ունակություններով օժտված մի անձնավորություն։ Նա ուսուցիչ է, առաջնորդ, իմաստուն ու սիրելի ղեկավար, բայց եւ միաժամանակ հայր, հարազատ մարդ, պարզապես բարեկամ։ Նա աշխարհի ամենահանճարեղ մարդն է, բայց նրա հետ կարելի է խոսել, նրան կարելի է դիմել դույով եւ այլն։ Նա սոցիալիզմի հաղթանակների ուղեցույց այստեղն է, շարքային աշխատողների սիրտն է, հոգին լուսատու փարոսը։ Այսպիսի տեղեկատվություն էր մատուցվում, այսպիսի ինքնություն էր պարտադրվում խորհրդային ընթերցողին, ասել է թե ժողովրդին։ Սա է թերևս անպատճառներից մեկը, որ բռնադատվածների ու նրանց ժառանգների մի զգալի մասը իրենց նկատմամբ կիրառված բռնությունների համար մեղավոր չէր համարում ռեժիմին ու նրա առաջնորդին։ Կար ավերված հասարակական ու անհատական գիտակցությունը, որին որոշակի հաջողություններով հասել էր խորհրդային քարոզչությունը։ Շնորհակալություն։